Ավինյանի հնչեցրած «ղալաթ», «հաչալ», «գլուխը պատին տալ» բառերի համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարքագծի խախտում է արձանագրել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Ըստ օրաթերթի բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԿՊ խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ԿՊ-ական գործընկերներից։ Բանն այն է, որ ԱԺ-ում լրագրողին վիրավորելու դեպքից հետո ԿՊ-ական падգամավորները միայն փնովել են Քոչարյանին։ Նախկինի պես չեն հրճվել նրա ասածներից, ինչի հետևանքով Անդրանիկ Քոչարյանը դեպրեսիայի մեջ է ընկել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը պարզվում է վերահսկում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը Ազատ Բաշրին Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հասարակական քաղաքական մի խումբ գործիչներ քննարկում են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կյանքի կոչելու հարցը։ Որոշ ուժերի միջև բանագնացի դերը խաղում է Էդգար Ղազարյանը, որը հանդիպել է երկրորդ եւ երրորդ նախագահներին, Բագրատ Սրբազանի եւ այլոց հետ, առանձին քննարկել իմպիչմենթի հարցը, լսել նրանց կարծիքները։ Մարտի 27-ին Մհեր Չիչինյանն ազատվել է Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ըստ լուրերի նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով։ Փաստ օրաթերթը գրում է. Օրեր առաջ Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունենալիք դիմընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ների հետ միասին։ Գյումրիում կայանալիք արտահերտ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաեւ Երևանի նախկին քաղաքապետ նոր ուժ կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։